պարոն Ղազինյան, ես կոնկրետ փաստի հիմքի վրա հիմնված հարց եմ ուղղելու ձեզ, չեմ անդրադառնալու հավելագրումներին, թերկրանցումներին, այսպես ասած, սուդի լավ տղեկին, ովքեր հոսանքի փող չէին վճարում, բայց կոնկրետ Ղարս մասնաճյուղի տվյալներով 25 թվականի օգոստոսի 1-ից հետո իրան զրոները հիմա կոնկրետ կիլովատների եւ դրամների վերածված մուտք են լինում հեծի հաշիվներ, ուրեմն 2023 թվականի նոյեմբերի 4-ին կատարվել է հեծի սեփականության նոր գրանցում Գյումրի քաղաքի Խերիմյան Հայրիկ փողոցի 38-7 հասցեով գրանցված սեփականության իրավունքը ուժը կորցրած է ճանաչվել, գրանցվել է նոր սեփականության իրավունք եւ այս նոր վկայականի մեջ հեծի տարածքից սեփականությունը հանդիսացող տարածքից 1780 քառակուսի մետր տարածք օդարվել է որոշակի շենք շինություններով։ Սա հենց Շարատայլյանի Ղարս մասնաճյուղի հետնամասում է ենթակայանի, այնտեղ նաև կից կառուցվել է արդեն նոր ենթակայան։ Հիմա կոնկրետ հարց, մեր ձեր ընկերները ներկայացրեցին ձեզ լավ կառավարիչ, հմուտ, գործին տիրապետող, կարող եք ասել որն է եղել հեծի օրինական շահը, այս դեպքում կոնկրետ սեփականատիրոջ օրինական շահը, երբ տվյալ բավականին մեծ հողակտորը օդարվել է, եւ հիմա այս պահին այնտեղ խնդիր կա նոր կառուցած ենթակայանի մուտքը ապահովելու, գիտեք, դուք ինձանից լավ եք տիրապետում ոլորտին, հնարավոր են վտարային իրավիճակներ, հրդեհ եւ այլն, շտաբօգնության, հրշեջ մեքենայի մուտքը հիմա բավականին երկար ճանապարհ պետք է կտրի, որ հասնի, որովհետեւ այդ ճանապարհը կից հողը օդարվել է, անուններ չեմ տա, երևի դուք գիտեք ում եւ տվյալ տարածքում ռեստորան է։ Խնդրում եմ նշեք հենցի օրինական շահը որն է եղել։ Շնորհակալություն։ Ճիշտն ասած 23 թվականին ասացիք։ Ճիշտն ասած տեղեկացված չեմ, կոնկրետ այդ մոտարապես հասկանում եմ ինչի մասին եք ասում, բայց տեղեկացված չեմ, այսինքն ես չեմ եղել այդ այսպես ասած լիազոր անձը, բայց ձեզ մի հետաքրքիր բան ասեմ, ինձ այդ հարց ուղղելու փոխարեն ունեիք նախկին քաղաքացիական պայմանագիր կուսակցության Քանաքեր Զեյթունի տարածքային անդամ, որը կուսակցական պատկանելությունը այսպես կասեցրեց եւ գնաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։ Այդ հարցը որ զանգեիք իրեն տայք, ինքը կասեր մի տուր ընդեղ այդ հարցը, բացատրեմ ինչու։ Որովհետեւ հեծը որևէ ակտիվ, որևէ հողամաս օտարելու իրավունք չունի առանց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման։ Սա այսքանը, երկրորդը Այն որ չեք ուզում անդրադառնաք սուտի լավ տղեկ բան, ես դեռևս 1 տարի առաջ ձեզանից ակնկալել եմ այդ սուտի լավ տղեկի անունները եւ երկրորդը գիտեք, դուք մոտարապես գալիս եք նրան, որ եթե Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենում մի հատ կրակոց կամ 5 հատ կրակոց, պետք է հրաժարական տա ներքին գործերի նախարարը։ Եթե 50 հատ կրակոցա տեղի ունենում, պետք է հրաժարական տա Չգիտեմ, հսկող փող վարչապետ ունենք թե չէ։ 100 տեղով վարչապետը պետք է հրաժարական տա։ Մենք երբևէ չենք ասել, որ հավելագրում չի եղել։ Պարոն Մինասյան, ձեր օրոքել է եղել, մի հատ շատ սիրուն անունով մանկապարտեզ ունեք, Գյումրիում։ Այդ մանկապարտեզի վրա 27000 կիլովատ հավելագրում ենք թե 15 օր առաջ։ Հիմա հարցը առաջանում։ Բա որ միշտ եղել ինչ եք ասում, չեմ ուզում անդրադառնամ հավելագրումներին։ Հիմա տեսեք։ Միշտ եղել Այսինքն մենք արել ենք, դուք եկեք շարունակել եք։ Պարոն Մինասյան, դուք արձագանքի հնարավորություն ունեք։ Ամենայն անկեղծությամբ լուրջ եմ ասում։ Կառավարիչի կատարած աշխատանքը այս մասով գնահատում եմ նորմալ։ То есть պայքարում է մարդը, բայց այս մասը կոնկրետ, իմիջիայլոց ձեզ ասեմ, ես եղել եմ երկար տարիներ իրացման տնօրեն, հիմա որ ուսումնասիրեք, իրացման տնօրենությունը աշխատում է նույն դրվածքով, ինչ որ ես եմ դրել, եւ նույն մարդկանցով որևէ բան չի փոխել։ Այդ նույն հավելագրումներով եւ կիլովատի վաճառքի դեմ պայքարող տնօրենությունն է։ Հիմա հայելայի եթե գանք, ոչ մեկի չեն վիրավորում, բայց Դավիթ Ղազինյանին, Սամվել Կարապետյանին մեղադրել, որ իրանք հավելագրումների մեջ ինչ որ բան են ունեցել, դա նույնն է, որ այսօր ձեր անմիջական նախկին ղեկավարին եւ իր ղեկավարին մեղադրել, որ փայ են ունեցել։ Շատ
հայելային վերաբերմունք։ Կարծում եմ պատասխանեց։ Արձագանք։ Պարոն Ղազենյան, ես չասեցի հավելագրումների մեջ դուք փայ եք ունեցել։ Չէ, իշխանությունն ասա։ Ով ինչ ասել է ամեն մարդու իր պատասխանը, ինձ ոչ մեկ չի կարող ասել այդ հարցը ինձ չտաս։ Երկրորդ, այդ հարցը ես կոնկրետ ցես տվեցի, որովհետեւ հասկանայինք դուք լավ կառավարիչ եղել եք, թե չէ, դուք ասեցիք, որ չեք հիշում։ Սա էր ինձ, այսինքն նման դեպք դուք չգիտեք, բայց գիտեք թե ինչ տարածք է, ինչի է վերածվել եւ այլն։ Ես կուզեի իմանալ որն է հեծի օրինական իրավական շահը, հեծի սեփականատիրոջ շահը, երբ տվյալ հողակդորը օդարվել է, դարձել է ռեստորան։ Մարդկանց անունել տալու վերաբերյալ ձեր անդրադարձին ես պատասխանել էի, սպասում էի, որ դուք անդրադառնաք, չեք անդրադարձել։ Հիմա որպես ազգային ժողովի падգամավոր կարող եք հարցում ուղարկել Գյումրու հետ qarս մասնաճյուղ եւ ձեզ կպատասխանեն 25 թվականից օգոստոսի մինչև 1-0 եւ 1-ից հետո գրանցած էլեկտրոէներգիայի վերաբերյալ վճարողների անունները կիմանաք հստակ եւ կհամոզվեք, որ եղել են։ Ես տրամադրություն չեմ հասկանում, ինձ ասում են սուտի լավ տղեկ են եղել, ասում եմ անունները տուր, ասում եմ ես անդրադարձել եմ դիմի ինտեղ։ Չեմ հասկանում, ես դիմելու բան չունեմ, դուք ասում եք սուտի լավ տղեկ կան, ես էլ ասում անուններն ասեք։ Վերջին հաշվով, եթե անունները չեք ասում, կարող եմ ենթադրություն ունենալ, որ չկան։ Երկրորդը ես դες չասեցի չեք կարող ինձ հարցը տալ, այստեղ падգամավորն է, հա, ներողություն։ Չէ, ասի այդ հարցը չէիք տա, կդիմեիք ձեր կուսակցին։ Երկրորդը ախր կենսագրությունը ուսումնասիրելը լավ չեք ուսումնասիրել հասկացանք, բայց այստեղից հայտարարվեց, չէ, որ 25 թվականին ընդամենը 1.5 ամսով եղել եմ ժամանակավոր պաշտոնակատար գլխավոր տնօրենի։ Այսինքն այդ տարածքի օտարումը կամ դրա պատճառները մյուսը գլխավոր տնօրենի տեղակալ իրացման տնօրենի լիազորությունների կամ պարտականությունների մեջ չի մտնում։ Եթե ուզում եք հանրության մոտ ձևավորել կարծիք, որ ես չեմ տիրապետել իմ աշխատանքին, հավատացած եղեք տիրապետել եմ, իմ լիազորությունների մեջ չեն մտել։ Ամփոփեք։ Շնորհակալություն։